Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է։ Չկա մի օր, երբ լրատվամիջոցները չխոսեն նախընտրական քարոզարշավի մասին կամ չխոսեն առաջիկա ընտրությունների մասին։ Գրեթե ամեն օր հայտնվում են հաղորդագրություններ այն մասին, թե ով է լինելու ՀՀԿ-ի համամասնական ցուցակում կամ լինելու է արդյոք կոալիցիան, ինչպիսին է լինելու ընդդիմությունը, որ կուսակցությունը, որի հետ է միավորվելու։ Եվ այս առիթով դեռ տարեսկզբին կանխատեսում ենք, որ բանաձևի տաղավարում քաղաքական զրույցները այս տարի ավելի շատ կլինեն։ Եվ այդ շարքից է այսօր եւ բանաձևի տաղավարում է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, բարի երեկո։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Եվ առաջին հարցը ստատուս քվո, ինչ է հիմա այժմ կատարվում Հայաստանում, ձեր կարծիքով Հայաստանը ինչ վիճակում է գնում ընտրություններին։ Եթե անկեղծ լինեմ, ապա մտահոգիչ վիճակում։ Եվ փորձեմ հիմնավորել ինչում են իմ մտահոգությունները։ Ցավոք սրտի այսօր դրսից թելադրվող աշխարհաքաղաքական զարգացումները եւ այն ինչ կատարվում է ներքաղաքական կյանքում, քաղաքական կուսակցությունների միջև բացարձակապես adekvat չեն։ Եվ ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ, երկրի քաղաքական իշխանությունը ասես թե կիլոմետրերով առաջ է գնացել իր նախաձեռնություններում, դիցուք որի վառապացույցն էր հայ-թուրքական գործընթացը, դրանից հետևած այն իրողությունը, երբ Փարիզի ազգային ժողովը, ներողություն, Ֆրանսիայի ազգային ժողովը եւ Սենատը վավերացրեցին հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք, եւ եթե այդ բարձրունքից, իսկ դա համաշխարհային նշանակություն զարգացումներ եւ գործընթացներ էին, որոնք նախաձեռնվել էին 2009 թվականի հոկտեմբեր ամսին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրման իսկ պահից, եւ տեսնում ես Հայաստանի քաղաքական ուժերը ինչով են զբաղված, ապա չես կարող չմտահոգվես։ Երբ ուշադիր հետևում ես, արդեն իսկ ավարտվեց Դավոսյան համաշխարհային տնտեսական ֆորումին, խորանում ես այնտեղ հիմնական զեկուցողների ելույթների մեջ, մասնավորապես ամենաառաջատար երկրներից մեկի Անգելա Մերկելի զեկուցման հետ ես ծանոթանում, եւ տեսնում ես, որ անգամից գերհզոր պետությունները խիստ մտահոգ են աշխարհիս ճակատագրով, պետությունների ճակատագրով, երբ ուշադիր նայում ես Ռուսաստանի Դաշնության վարչապետ նախագահի հիմնական թեկնածու Վլադիմիր Պուտինի 3 հոդվածները, որոնք տպագրվել էին համապատասխանաբար Իզվեստիայում, Նեզավիսիմայ գազետայում եւ երեկ էլ այսօր, այսինքն վաղ առավոտյան Վեդոմստիում, տեսնում ես աշխարհն ինչով է զբաղված, ինչ խնդիրներ են քննարկում, մեկ էլ հանգարց անդրադարձ ես անում հայաստանյան իրավիճակին, տեսնում ես թիվ 1 հայոց հարց են դարձրել համամասնական թե մեծամասնական, բացարձակ adekvat չեն էլ հասկանում ու չեն էլ գիտակցում, որ սովորաբար ներքին կյանքում է առաջընթաց լինում, որը հնարավորություն է ընձեռում երկրի քաղաքական իշխանություններին առաջընթաց քայլ ապահովել արտաքին աշխարհում, մեզ մոտ ճիշտ հակառակն է։ Իսկ որոնք պետք է լինեին նախընտրական այս թողբոյի հիմնական թեմաները։ Թերևս դա հարցերի հարցն է, խնդրում եմ փոքր ինչ զինվեք համբերության, որտեղ չափազանց լուրջ հարց է։ Ես փորձեմ տրամաբանել ձեզ հետ միասին։ Վերջում իհարկե կարող են վիճարկելի փաստարկներ բերել, սիրով անդրադառնանք դրանց, որտեղ դրանք են բախտորոշը։ Լավ։ 2 օր առաջ առիթ եղավ հրավիրված էի ուրեմն բանակի կազմավորման ստեղծման 20-ամյակին նվիրված տոնական համերգին։ Ինչ խոսք, շատ փայլուն լավ համերգ էր, բայց 20-ամյա Հոբելյանի տոնակատարությունները որքանով էլ հետաքրքիր է, ինձ մղեցին վերլուծության այն դեպքերին, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 20-23 տարի առաջ։ Տեղի ունեցավ այն, որ 80-ական թվականների վերջին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էր այնպիսի հասարակարգ, հասարակություն, որը իդեալներ ուներ։ Եվ այդ իդեալների ամենահիմնարար իդեալներից մեկը դա Արցախի ազատագրումն էր, Արցախի ազատամարտն էր։
Եվ այդ իդեալը հնարավորություն ընձեռեց մեր երկրի ժողովրդի ճնշման ներքո իր ծոցից բերել այն մարդկանց իշխանության, ովքեր այն ժամանակ հավատարիմ լինելով այդ վեհ գաղափարին, որը հոգեհարազատ էր ցանկացած շերտի Հայաստանի Հանրապետությունում, ինչ խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում այն ժամանակ եւ համայն հայության շրջանում իսպյուրս աշխարհի համախմբվեցին եւ տեղի ունեցավ հետեւյալը ռազմավարական նպատակադրումներ մշակվեցին ստրատեգիչսկե ցելեպալագանյե, որը հնարավորություն ընձեռեց դրա շնորհիվ ռազմավարական խնդիրներ դնել եւ ձևակերպել, այն է Արցախի ազատագրումը։ Դրան հետևեց այն, որ մեր ցանկացած քաղաքացի շարժառիթներ ուներ իր գործունեության, մոտիվացիա ուներ։ Հիմնվեց ուրեմն արժե համակարգ, իսկ արժե համակարգը նա էր, որ յուրաքանչյուր մարդ իր ներքին ճեղճիմ, որը ներհատուկ է ցանկացած մարդու, ուրեմն մտա հղացումները դրեց մի կողմ եւ ամեն ինչ ստորադասեց այդ գաղափարի կյանքի կոչմանը։ Դուք կամքելի ճշմարտություններ եք ասում, ինչ կապ ունի դա մեր այսօրվա հետ։ Ոգևորեք կբացվեմ, ավելին կասեմ։ Դրան հետևեց այն, որ անկարելին արվեց։ Ժողովրդի ծոցից դուրս եկած ոչ պրոֆեսիոնալ բանակայիններ սխրանքի հերոսության այնպիսի դրսևորումներ ցուցաբերեցին, որ 3 անգամ ավելի ուժեղ սպառազինված Ադրբեջանի բանակը ոչ միայն Արցախից նահանջեց, այլ նաև ազատագրվեցին Խարվաճարը, Ֆիզուլին, Քելբաջարը եւ այլն։ Այսինքն մոտիվացիա կար, շարժառիթ կար եւ մենք ժողովրդի ծոցից դուրս եկած մարդկանցից ըստ որում թե Արցախի ծագումով, թե հայաստանյան, թե սփյուռս աշխարհի, մենք աշխարհին մեր սերունդներին տվեցինք Մոնթե Մելքոնյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Սեյրան Օհանյան, Սերժ Սարգսյան, ինչու՞ չէ այստեղ Ռոբերտին էլ հիշեմ, Ռոբերտ Քոչարյան։ Մենք տվեցինք Սամվել Բաբայան։ Ըստ որում Ռոբերտն ու Սամվելը թշնամացած են իմ հետ, բայց դա նշանակություն չունի, ես փաստն եմ արձանագրում։ Այսինքն հնարավոր դարձավ անել անհնարինը, որտեղ կար մոտիվացիա եւ որն ամենակարևորն է, ըստ որում թող ներեն բոլոր այն հերոսները, ում անունները չտվեցի, բնականաբար ժամանակի սղության պատճառով, ըստ որում դա շատ տպավորիչ համերգի ժամանակ արվեց եւ երբ էկրանի վրա բոլորի այո, ուրեմն տեղի ունեցավ անհնարին նա էր, որ կարծրացած այդ ռամկաները, արգելակները հաղթահարվեցին եւ ծնվեցին անհատականություններ։ Հիմա դրանից հետո եկավ մի այնպիսի իրավիճակ, որում հայտնվել ենք մենք, որն է այսօր մեր այն իդեալը երկրի առաջ, հասարակության առաջ, ժողովրդի առաջ, երիտասարդության առաջ ծառացած, որը համախմբում է մեր ժողովրդին, որը հնարավորություն կընձեռի Աստված մի առասցե, եթե հանկարծ նորից թուրք ազերիները գլուխ բարձրացնեն եւ միջազգային խառնաշփոթ իրավիճակից օգտվեն եւ փորձեն ռազմական գործողություն սկսել, ուր է այն իդեալը, որտեղ են այն իդեալները, ովքեր մեզանում կարթնացնեն ճիշտ այն նույն զգացմունքները, որոնք ուրեմն արմատացած են յուրաքանչյուրիս մեջ։ Հիմա այդ իդեալների պակասությունը գալիս է, խնդիր է դնում հանրության առաջ, մեր հասարակության առաջ, հատկապես ինտելիգենցիայի առաջ, այն, որ մենք գոնե կարողանանք, երբ հիմա համապետական ընտրությունների նախաշեմին ընթանալու է քարոզարշավ, փորձենք հասկանալ, մենք ուր ենք հասել եւ որն ամենակարևորն է, որոնք են մեր իդեալները պարզաբանելուց հետո, որոշելուց հետո, որոնք հոգեհարազատ կլինեն ոչ միայն հայաստանցիների, արցախցիների համար, այլ մեր բազմամիլիոնանոց սփյուռքահայերի համար, հետո մտածենք ձեզ հետ միասին, որոնք են այն ռազմավարական ծրագրերը, որոնք շարժառիթ կհանդիսանան, մոտիվացիա կհանդիսանան հայության համախմբմանը եւ մեր առաջ ծառացած շատ ավելի բարդ խնդիրների լուծմանը,
խնդիրներ, որոնք պայմանավորված են ադրբեջանահայկական, ուրեմն ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակով, խնդիրներ, որոնք պայմանավորված էին Թուրքիայի նեոօսմանական կայսերական նկրտումներով, որոնք պայմանավորված են Իրանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ խմորվող զարգացումներով։ Պարոն Գեղամյան, դուք չեք կարծում, որ չափազանց շատ խնդիրներ եք առաջ դնում մեկ ընտրարշավի համար։ Պետք է առաջին քայլն անել, պետք է այսօր, այո, բոլոր քաղաքական բեմահարթակում հայտնված կուսակցությունները իրենց տեսլականն ասեն Հայաստանի, ասեն ինչպիսին են ուզում տեսնել, ցանկանում տեսնել Հայաստանի Հանրապետությունը դիցուք 2017 թվականին, այսինքն խորհրդարանական ազգային ժողովի 5 տարվա գործունեության արդյունքում։ Ես կարծում եմ ընտրարշավը դեռ նոր է սկսվել, ասեն, գալիս եմ դրան, ասեն, թե այդ իդեալներին հասնելու համար տնտեսական ինչպիսի ծրագիր պետք է իրականացվի։ Ընդգծեն տնտեսական այդ ծրագրի իրականացման համար օրենսդրական ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, արտաքին հարաբերությունների ոլորտում ինչպիսի զարգացումներ են պետք եւ բնականաբար այդ ամենը կյանքի կոչելու համար ազգային անվտանգության ինչպիսի համակարգ է պետք եւ այդ համակարգի զարգացումները ինչպես ենթարկեցնել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Գոնե սկսեն այդ հունով, ուրիշ բան, որ դա դժվար է, ուրիշ բան, որ այդ ամենին ճշգրիտ կերպով մոտենալու համար պետք է իրենք ժամանակը պարապտեղը չվատնեն համամասնական, մեծամասնական ցուցակների շուրջ սուրճ չճոճեն։ Դա երրորդական, չորրորդական հարց է։ Ըստ որում այդ հարցին որ վերջնականապես անդրադառնանք, ասեմ հետեւյալ միտքը։ Եթե առանձին հաղորդում լինի, այս առիթով Պարույր Հայրիկյանը այսօր նկատել էր համամասնական մեծամասնականի հետ կապված, թե այն անդրադառնալով, որ այն հեռանկարին, որ պետք է վերացնել մեծամասնականը, ասել էր, որ դա նույնն է, թե բարձրագույն կրթություն ստանալ եւ հետո գնալ նորից դպրոցում սովորելու։ Պարույր Հայրիկյանի ցանկացած խոսքին ես շատ լուրջ եմ վերաբերվում, որովհետեւ իր տառապանքը փորձ ունի։ Նա իր գաղափարների համար 17 տարի իր կյանքի ամենալավ տարիները անցկացրել է գաղափարի համար մեկուսարաններում։ Ոստի ուրիշ բան, եթե նա ասում է իր խոսքի ազնվության մեջ կասկածել պետք չի, բայց դա չի նշանակում կուրորեն ընդունենք։ Ես կարող եմ մի հաղորդում, այն էլ 50 րոպե մի ժամ գովերքել, հիմնավորել համամասնականի առավելությունները։ Ինչպես նաև կարող եմ մի ժամ 5 րոպե հիմնավորել, պարզաբանել մեծամասնականի առավելությունները։ Այս պարագայում պետք չի եւ ոչ ոք իր վրա վերցնի ազգիս ամենաիմաստունի առաքելությունը, խոսքս երբեք Պարույր Հայրիկյանի չի վերաբերում, ընդհանուր որպես մոտեցում եմ ասում։ Այսինքն ես որքան հասկացա, ձեզ չի գոհացնում կամ նյարդայնացնում է հենց այդ չի նյարդայնացնում, ոնց դասականներն են ասում, չի նյարդացնում։ Ոչ, ամենևին։ Ես պարզապես ասեմ որն է։ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը, Սահմանադրությունը, հոդված 64-րդը, պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Ստեղ իմպերատիվ չկա, որ նա պետք է պարտադիր կուսակցական լինի։ Ես եմ ու չեմ ուզում կուսակցական դառնամ, բայց ես եմ ուզում եմ Սահմանադրության 64-րդ հոդվածից օգտվեմ եւ ընտրվեմ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում։ Դրանից ելնելով, սրանից դեռ 15-20 օր առաջ Ազգային միաբանություն կուսակցության տեսակետը հստակ հայտնեց իմ տեղակալ Ալեքսան Կարապետյանը։ Ըստ որում օգտվելով առիթից շնորհավորում եմ վերջերս վարչապետի որոշմամբ նա քաղաքաշինության փոխնախարարի դառել, ուր մենք հետեւյալ հարցադրումն էինք արել։ Հարցադրումը կայանում էր նրանում, որ նման լուրջ հարցերը
Քարոզարշավից 1.5 ամիս առաջ չի կարելի դարձնել հիմնահարցը եւ ամբողջ քաղաքական դաշտի ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցի վրա։ Սա մեկ։ Երկրորդը, երբեք նման խնդրահարույց, իսկ որ հարցը խնդրահարույց է, դա փաստ է։ Հարցերին չի կարելի մոտենալ այս կամ այն կուսակցության կոնյունկտուրային շահերից, լինի դա համամասնականի կտրվածքով, թե մեծամասնականի։ Դրա համար գոյություն ունի մեր օրենսդրությամբ, սահմանադրությամբ ընձեռված հնարավորություն հանրաքվեն։ Հանրաքվեում կարելի է այդ հարցերը դնել ըստ որում, հանրաքվեի հարցերի ձևակերպումն էլ պետք է խնդրել մեր սահմանադրական դատարանի ղեկավարներին, իսկ այնտեղ փայլուն մասնագետներ կան սկսած սահմանադրական դատարանի նախագահից վերջաց եւ առաջի տեղակալու եւ ընդհանրապես, որ իրենք այդ հարցերը հանրաքվեի ենթակա հարցերը ձևակերպեն այնպես, որ դա վաղը մյուս օրը ժողովրդի կամքն իմանալուց հետո հանկարծ հակասության մեջ չլինի սահմանադրական դրույթների հետ եւ այդ պլեբիսցիտը կամ հանրաքվեն կարելի է զուգակցել ազգային ժողովի առաջիկա ընտրությունների օրը, որ հավելյալ ծախսեր չարվեն, որ լրացուցիչ ուրեմն ընտրական հանձնաժողովներ չգումարվեն եւ այլն եւ ժողովրդի պատասխանը իմանալուց հետո արդեն իսկ ինչու ոչ կարելի կլինի այդ հարցին անդրադառնալ գալիք ընտրություններին, թե չասում են մտածող մարդ, իսկ եթե մի քիչ խորը մտածող մարդ, այսօր չի ուզենա որևէ կուսակցության անդամ դառնալ, որտեղ ցավոք սրտի, երբ իդեալները բացակայում են, երբ ռազմավարական նպատակադրումները չկան, երբ ուրեմն դրանք կատարելու խնդիրները չկան, երբ անհատը արդեն գնալով իր դեմքն է կորցնում, այդ պարագայում խորը մտածող մարդը չի ցանկանա անդամակցել որևէ քաղաքական ուժին եւ դա արդարացված կլինի։ Դա բողոքի դրսևորում կլինի, ոչ թե անտարբերության դրսևորում։ Պատկերացնում եք ինչ ծանր վիճակում ենք հայտնվել, երբ այսօրվա դրությամբ հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահները արդեն առաջին նախագահան բացահայտ եւ դա շատ ավելի ազնիվ է, ասում է իր քաղաքական դիրքորոշման մասին, իր նկարտումների մասին, երկրորդ նախագահան Վարդան Մինասիչի միջոցով ինչ որ բաներ է լսացնում կամ Վարդան Օսկանյանի։ Այո, Վարդան Մինասիչի կամ ինչ որ ուրեմն խոսնակի միջոցով եւ փոխանակ այս 4 տարիների ընթացքում դժվարին տարիների խոսքս 2007 թվականի սեպտեմբերից սկսած, երբ արդեն խմորում են ընտրապայքարը, մեկ էլ կանգնի այ մարդ, ես գործող նախագահին ինչով եմ օգնել, ինչ եմ առաջարկել, որ նա չի արել, չի ուզեցել անել, որ հիմա ես դժգոհությունս եմ հայտնում, ինչ տափ եք եկեք սպասում եք վիճակը վատանա չնայած ես ինչ որ հեռանկար տեսնում եմ, որ հիմա բոլորդ ասեք մենք չենք հանդուրժի այս վիճակը կամ էլ Վարդան Մինասիչը կանգնում ուրեմն հայտարարություն անում, անենց հայտարարության երանգներն էլ այնքան հետաքրքիր են, որ ես հələ դեռ չեմ որոշ։ Այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցության նրա նախագահի ուշքը գնում է, որ Վարդան Օսկանյանը գա ու Բարգավաճում ուրեմն տեղ գրավի, նա հələ չի որոշի ու խոսում է դեմոկրատիայի խորացման մասին։ Հիմա ես մի հասարակ հարցադրում անեմ։ 22 ելույթ եմ ունեցել եվրոպական ամենաբարձր ամբիոններից, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ գլոբալ գործողության համար աշխարհի պարլամենտականները։ 22-ից մենակ մեկում եմ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քննադատ է։ Այն էլ նենց դրսում պարզա խնայողական վարիանտ։ 21 ժողովածուով դուրս եկեք, 21 ելույթներից էս ուրեմն եւ ոչ մեկը եթեր չի արձակվել։ Միայն մի երկուսը երեքը կարողացել եմ ուրեմն գովազդային կարգով, այնտեղ խալխը ծխախոտն է գովազդում, փողը դրա վրա սարքում, ես էլ իմ նախկին բիզնեսից փողը դնում եմ, որ Հայաստանին թե ոնց է, հիմա այդ Վարդան Օսկանյանի չենք շեղվել, Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարար եղած տարիներին, երբ նա ինչ խոսք մեծ ազդեցություն ուներ վարվող քաղաքականությանը, երբ նա գիտեր, որ այդ յուրաքանչյուր ելույթից հետո մնում է որ Թուրքիայի կառավարությունը կամ ազերիները նոտա ուղարկեին Հայաստանին, որ այս մարդուն բան արեք, այս ինչ է ասում։
Բայց մեկը թող այն ժամանակ ժողովրդավարության մասին քիչ էիր խոսում։ Ինչու էին արգել դրե հիմա հետաքրքիր է նա է որ Այսինքն ձեր դիրքորոշումը ո՞րն է, երբ որ բացուն ստացվում է, որ 3 նախագահները մասնակցում են առաջիկա ընտրություններին։ Փաստորեն այո, եւ եթե առաջին նախագահի պայմաններում դա արդարացված է, եւ հիմքեր կան, որովհետեւ 98 թվականին մենք հիշում ենք, որ ինչ պայմաններում նա հրաժարական տվեց։ Բայց երկրորդ նախագահի պայմաններում ես լուրջ մտահոգություններ ունեմ, դրա մասին առավոտ թերթին տված հարցազրույցում ասել եմ, բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ ուրեմն կրկնել իմ մոտեցումները խնդիր ամենևին չունենալով վիրավորել որևէ մեկին։ 2003 թվականի ընտրություններին ուրեմն եթե չլիներ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը երբեք չէր դառնա նախագահ երկրորդ փուլից հետո։ Պարզապես ամենալուրջ քննարկումներից հետո, պարոն Սերժ Սարգսյանի հետ տետ-ա-տետ քննարկումներից հետո, երբ հնարավոր զարգացումները երկրում մենք կարողացանք պարզորոշ կերպով պատկերացնել, երբ հասկացանք ինչ ուժեր կարող են այդ լարվածությունից, այդ լարումից օգտվել եւ մեր իսկ ձեռքով շագանակներ հանել կրակից եւ ինչ վտանգներ կային ուրեմն կապված հայ-ադրբեջանական հարաբերություններում, ես եթե հիշում եք հանդես եկա կոչով առայն որ ոչ թե գնան սրման ճանապարհով, հանրահավաքների ճանապարհով, որը 2003 թվականին հղիեր նույն արյունահեղությամբ ինչ 2008 թվականի մարտին, այլ չեղյալ հայտարարեն առաջին փուլի ընտրությունները։ Բայց այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին։ Ցավոք սրտի չստացվի հաղորդումը իրեն ինքնավիրում, որտեղ շատ ավելի կարևոր եւ լուրջ հարցադրումներ կան։ Անցած 4 տարիների ընթացքում նա հիմնականում զբաղված է եղել հերյուրանքներ տարածել, անվանարկել, վարկաբեկել իր շահերը սպասարկող անմակարդակ կայքեջերից մեկում դիցուք հիմնական հերոսների շարքին պատկանում եմ ես, Տիգրան Սարգսյանը, վերջերս նաև համալրել են այդ շարքը Արամ Զավենի Սարգսյանը, Դավիթ Շախնազարյանը, այսինքն հիմիկվանից իրեն ներատուկ ուզում է ամայացնել քաղաքական դաշտը եւ հատկապես ուզում է ամայացնել այն մարդկանց, ովքեր սկզբունքից ելնելով իրենց դիրքորոշման մասին 2008 թվականից հստակ ասել են, մասնավորապես ազգային միաբանություն կուսակցությունը ասել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, քանի որ իր ծրագրերը հոգեհարազատ են։ Հիմա չստացվի, որ Սերժ Սարգսյանի գովքն է, պարզապես ստեղծված իրավիճակում, եթե այն ինչ մտադրվել են անել առաջին եւ երկրորդ նախագահները, դա կվերածի Հայաստանի Հանրապետությունը կընկղմի քաոսային իրավիճակում։ Քաղաքական բանավեճերի եւ քաղաքական օրակարգի եթե հարցերից մեկը արհեստականորեն ներմուծված թե ոչ, դա համամասնական մեծամասնական էր, ապա երկրորդ հարցը դա ԲՀԿ-ն է։ Գնում է ընտրությունների միայնակ թե հանրապետականի հետ եւ ամենակարևորը գործում է եւ ինչ վիճակում է արդյոք կոալիցիոն հուշագիրը, քանդվում է կոալիցիան թե պահպանվում է։ Ինչ է կարծում, սա նույնպես արհեստական հարցադրումներ են, թե սա խմորումներ են, որ օբյեկտիվ են ընտրություններից առաջ։ Եկեք միասին տրամաբանենք։ Ուրեմն 2007 թվականից փաստորեն ներողություն վերջի 3 տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց երկիրը, իսկ մինչ այդ նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը գործում են համաձայն կոալիցիոն հուշագրի։ Ճիշտ է։ Համաձայն այդ հուշագրի որոշակի սկզբունքներ են ամրագրել այդ հուշագրում։ Հիմա ստացվում է ինչ։ Ամբողջ ընտրական ժամանակներեղություն ազգային ժողովի գործունեության ամբողջ ժամանակահատվածում իրենք միասնաբար իրականացրել են սոցիալ-տնտեսական քաղաքականություն Հայաստանի ներսում։ Ես չեմ հիշում, որ որևէ հարց
երբ քննարկվեր կառավարության ուրեմն նախագահության նիստում կամ ազգային ժողովում սուր սկզբունքային քննադատություն հնչեր Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից կամ օրինակ Երկիր կուսակցության կողմից։ Խոսքս այն նախաձեռնությունների մասին է, որոնք ուրեմն հանրապետական կուսակցությունը կամ կառավարությունն է մտցրել ազգային ժողով։ Կնշանակի թե լավի, թե վատի համար այսօր ինչ կա Հայաստանի Հանրապետությունում, հավասարաչափ իրենք երեքն էլ քաղաքական պատասխանատվություն կամ քաղաքական դափնիների պատասխանատվության կամ քաղաքական դափնիների տերն են։ Հիմա ընտրություններից 2 ամիս առաջ եթե այս կամ այն կուսակցությունը փորձում է իր փաստացի գործողություններով դուրս գալ կոալիցիոն սկզբունքային պայմանավորվածություններից, տրամաբանական հարց է առաջանում, դուրս ես գալիս, այդ ինչում է քեզ խոչընդոտել օրինաց երկիրը կամ հանրապետական կուսակցությունը, ինչ ազգանպաստ օրենքներ է ուրեմն ոտնահարել, տարպեջիրված արել, որ հիմա դու արդեն չես դիմանում, այնքան դրական կուտակումներ կան, այնքան մտքի հեղեղներ կան, որ խոսքը գործ դարձնելու Ես կարծում եմ, որ տարաձայնությունները ոչ այնքան անցյալի, որքան ապագայի մասին են։ Հիմա ստեղ գալիս է կողքերով չխոսանք, մեջտեղին գան։ Գալիս է Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Ուրեմն ես 4 տարի բացարձակապես այն հարցադրումները, որոնք ես եւ իմ գործընկերները արել ենք Քոչարյանի ուրեմն նախագահության 10 տարիների ընթացքում չեմ արել միայն մի պատճառով պատճառը եղել է այն, որ առանց այդ էլ վիճակը շիկացած էր 2008 թվականի մարտի 1-ից իսկ Հայաստանի պետության շահերը այդ պարագայում պետք է բացառեին յուրաքանչյուր լրջմիտ քաղաքական գործի այն գործողությունները, որոնք էլ ավելի կսասանեին պետականությունը։ Բայց տեսա դա սխալ հասկացվեց։ Տեսա մի ամբողջ կայքեջ աշխատում է 2-3 հոգու անվանարկելու վրա։ Հիմա բնականաբար կարող է Բարգավաճ Հայաստանը սատարի Ռոբերտ Քոչարյանին, շատ բնական է, ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Բայց ընդունենք քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը հարց կտա. Արդյոք Բարգավաճ Հայաստանը մեծամասնություն ունենալով ազգային ժողովում կքանդի այն կոռուպցիոն գործարքները, որոնք կատարվել են հանրապետության երկրորդ նախագահի իշխանավարության օրոք, ես չեմ ասում իր օրոք։ Եթե նա ասեց անտարակույս եւ առաջի հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանցավոր սեփականաշնորհման հանցավոր կծիկը կբացահայտի, կասենք Սաղոլ Բարգավաճ Հայաստան, հանրապետականն էլ կարծում եմ կմիանա իրենց, պատկերացրեք կոմբինատ, որի տարեկան մաքուր շահույթը կազմում էր 40-ից հիմա 130 միլիոն դոլար, 117 միլիոն թե 130 միլիոն դոլարով վաճառվում է, մի տարվա մաքուր շահույթը, կամ հայկական մի րոպե, էլեկտրակայանը, պարոն Գեղամյան, ասելով, որ Բարգավաճը արդարությանը, ճշմարտությանը եւ չեմ ուզում Բարգավաճ Հայաստանի ոտը քարով կպնի, որովհետեւ այնտեղ շատ լավ մարդիկ կան, լավ պրոֆեսիոնալներ կան, հիմա չստացվի անունները տամ, այդ մարդկանց նկատմամբ թշնամանան, բայց մասնագետ մարդիկ կան, որոնք նվիրված են երկին, կամ ռուսական ներողություն էլեկտրացանցերը վաճառում են Midland Resources-ին, ըստ որում կանխիկով 12 միլիոն են դոլար վերցնում, իբր 15 միլիոն դոլար էլ ուրեմն իրանց պարտքերն են փակել, 3 տարի հետո մի լումա չներդնելով իբր իրանց վրա 41 միլիոններ 120 միլիոնով վաճառում են ռուսական ՌԱՕ-ի ինչ-որ ստորաբաժանման 65 միլիոն դոլար մաքուր տղեկը խփել են։ Ես չեմ ասում Ռոբերտ Քոչարյանն, Աստված մի արասե նման բան ասեմ, բայց իր նախագահության օրոք է, չէ՞ դա տեղի ունեցել։ Կոռուպցիա այստեղ իրավունք ունենք, ձեզ հետ միասին տրամաբանելով տեսնենք։ Բա այդ պոչերով ուր ես մեջտեղ գալիս, ուր ես արդարությունից խոսում, ուր ես ժողովրդավարությունից խոսում, ըստ որում չստացվի հիմա, բան եմ արել, էլի, ինչ-որ թուր առել ենք, ոչ, դրա մասին ազգային ժողովի ամբիոնի, Զանգեզուրի մասին ալիքն ամեր ասե, ուրեմն
Էլեկտրացանցերի մասին ես եմ ասել, Զանգեզուրի մասին ես եմ ասել, մեր կոլոննա Պարոն Գեղամյան, դուք խոսում եք այն սկզբունքից ելնելով, որ Բարգավաճը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մինչդեռ անընդհատ շեշտվում է, որ չկան հանդիպումներ եւ ես դա ասելու եւ նման կերպ տրամաբանելու իրավունք ունեմ այն պարզ պատճառով, որ սրանից մի քանի ամիս առաջ պարոն Ծառուկյան ասեց, այո, Ռոբերտ Քոչարյան ունի բարոյական իրավունք վերադառնալ մեծ քաղաքականություն։ Ես հայտարարում եմ, նման բաներից հետո պարոն Քոչարյանը բացարձակ չունի իրավունք վերադառնալ քաղաքականություն։ Պարոն Քոչարյանը պետք է միայն եւ միայն քավություն աղերսի։ Սա ամենամեղմ ձևակերպումն է։ Ամենամեղմ ձևակերպումն է։ Քավություն աղերսի ես միայն եւ միայն այսօր խոսում եմ իր իշխանավարության տարիներին հանցավոր սեփականաշնորհման արդյունքում պետք է քավություն աղերսի։ Հակը տալիս է շատ ծանր մեղադրանքներ։ Հակն ասում է, որ նա ուղղակիորեն մեղավոր է մարտի 1-ի 10 զոհվածների համար եւ ավելին ասեմ, Շախնազարյան Դավիթի կարծեմ կոորդինացիայի պայմաններում հազարավոր ստորագրություններ էին հավաքել Հագայի դատարան ուղարկելու, քրեական դատարան, ինչին ես կատեգորիկ դեմ էի, յուրաքանչյուր երկրի քաղաքացի անկախ նրանից ինչ պաշտոն է զբաղեցնում, նա պետք է սեփական ժողովրդի կողմից ընտրված կամ նշանակված դատաիրավական մարմինների կողմից հրավիրվի, ուրեմն պատասխանատվություն։ Վերադառնանք ձեր մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին։ Մամուլը գրում է այն մասին, որ հնարավոր է, որ հանրապետական ունենա ոչ միայն կուսակցական ցուցակ, այլ ավելի ընդգրկուն կամ ընդարձակ համամասնական ցուցակ եւ այնտեղ շրջանառվում են ձեր Հայկ Բաբուխանյանի, Պարույր Հայրիկյանի անունները, որ արդյոք եղել են խոսակցություններ եւ զրույցներ այդ մասին։ Գիտեք, հիմա ինձ սրբի տեղ չդնեմ, ասեմ ես դրանից տեղյակ չեմ։ Կարդացել եմ ինչ խոսք, այդ հարցերին պատասխանել եմ։ Պատահական չէր, որ մեր հարցազրույցի սկզբում ես փոքր-ինչ ծավալուն կերպով անդրադարձա այն մարտահրավերներին եւ այն խնդիրներին, որոնք անտարակույս ծառացած են մեր պետության, մեր պետականության, մեր ժողովրդի առջև։ Այդ խնդիրների լուծումը պահանջում է խորը գիտելիքներ, պահանջում է աշխատանքային մեծ փորձ, շրջահայացություն։ Ես երբեք ու երբեք հեռու եմ այն մտքից, որ այսօրվա падգամավորները զուրկ են այդ ամենից։ Բայց եղածին մասլում կաշ ու նի սպորտիշ։ Եղածին ինչ խոսք ճիշտ կլինի ըստիս, ոչ թե Արտաշես Գեղամյանին, Քավլիցի, Արտաշես Գեղամյանին մի կողմ թողնենք։ Նույն Պարույր Հայրիկյանի, երբեմն փշոտ է, բայց Պարույր Հայրիկյանը ցանկացած համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունում երբ խոսի Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանի, նա բոլորին բարոյական իրավունք ունի լռեցնելու եւ կլռեցնի, որտեւ այդ գիտելիքն էլ ունի, այդ փորձառություններն ունի։ Խոսրով Մելիքովիչը մեր Հարությունյանը, ստորում ենք պոլիտեխնիկից միասին ենք ավարտել եւ լավ բարեկամներ ենք։ Երբեմն ճիշտ է, սկզբունքային օղի վրա ընթարվենք, բայց բացառիկ անցած ուղի ու ճանապարհ ունի։ 5 գվարդիան վերադառնում է։ 5 գվարդիա չի, պահանջված գվարդիա է։ Հինը կոնյակինն է լավ, գվարդիային լավը չպահանջված։ Հետո 5 գվարդիայի վերադարձը մենակ Նապոլեոնի մոտ եղավ 1815 թվականին, օմպլոխը կոնչի։ Սուրբ Հեղինեի կղում։ Ինչ վերաբերում հսկայական փորձառություն եւ պոլեմիկա վարելու մեծագույն մշակույթ ու տակտ ունի։ Օրինակ նա շատ ավելի է զսպում իր գրքերը, քան ես, չնայած մեկը մյուսին չի խանգարում։ Հայկ Բաբուխանյանը սուր հրապարակախոս է եւ որն ամենակարևորն է, ասելն է, 22 տարի լինել իրավունք թերթի գլխավոր խմբագրական խորհրդի նախագահ վերջի տարիներին, այդքան սուր կերպով բացահայտել հորի բարքերը, կարգերը ցանկացած իշխանության պայմաններում, ոչ միայն բացահայտել ճանապարհները, հուշել եւ հակահարված խոսքս իմաստավորված, վրան մի հատ բիտ չգտնեն, պահանջված չէ այդ մարդը, պահանջված է։ Դուք կարծում եք ցուցակում դուք կլինեք որպես։ Ես կարծում եմ հետեւյալը։ Խնդիրը նա է, եթե հանրապետության նախագահ
եւ իր գլխավորած հանրապետական կուսակցությունը խորությամբ վերլուծի իրավիճակը եւ գտա, որ Արտաշես Գեղամյանի, Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի տեսակը իրենց գիտելիքներով, իրենց անցած փորձով մարդիկ պահանջված են հայոց պետականության ուրեմն հզորացումը ամրապնդելու գործին բնականաբար այստեղ թիթիզություն չեն կանի Վարդան Մինաշչի մասին չենք ասի ես էլ կմտածեմ կտեսնեմ բայց եթե դու ունակ ես կարող ես այս երկրին օգուտ բերես քեզ էլ ասում են արի ստեղ ավելի շատ կկարողանաս այդ օգուտը բերես ինչ թիթիզություն անես հետևիցդ կանենգնեն դրանք էլ են տղեկ չեն որ կան հետևից տնգնեն բայց ես էլ են մարդը չեմ որ դռնե դուռ ընկնեմ Այստեղ պետության շահը, եթե գերիշխող է մեր հարաբերությունների մեջ, իսկ ես կարծում եմ, որ այո, գերիշխող է, ապա ես լավատեսորեն եմ նայում ապագային։ Թե չես ասում ինչ, 4 տարիների ընթացքում, երբ ազգային ժողովից մենք օտարված ենք, ճիշտ է, անցյալ 2010 թվականի հունվարի 10-ին մեր նախագահության անդամ Արա Սիմոնյանը մեծամասնականով դարձավ դեպուտատ եւ կարողացավ փոքր-ինչ մասնակից դառնալ օրենսդիր աշխատանքներին, ըստ ում շատ եւ շատ ակտիվ Դավիթ Հարությունյանի տեղակալն է եւ կարծում եմ Դավիթ Հարությունյանը եւ ընդհանուր առմամբ ազգային ժողովը իր աշխատանքից 4 տարիների ընթացքում գիշեր-ցերեկ ես փորձել եմ հասկանալ Հայաստանի Հանրապետությունը ինչ վիճակում է հայտնվել ոչ թե երկրի զուտ ներքին զարգացումների առումով, այլ աշխարհաքաղաքական տեսանկյունից 4 գիրք եմ գրել, այստեղ էլ սենց շարել եմ, ես սրանով եմ հպարտав 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին, այլ 2011 թվականի դեկտեմբերի 20-ից 22-ը Ռուսլան Թաթոյանի հետ հարցազրույցի վերջի բանն է, շնորհանդես առաջիկայում կանենք։ Ըստ որում հետարքի շտրիխ ու նյուանս ասեմ։ Լավ, առաջի գիրքը ինչի մասն է։ Առաջի գիրքը 2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի աշխարհաքաղաքական զարգացումները, սոցիալ-տնտեսական զարգացումները կան։ Ըստ տարեթվերի է, սրանք իրար հաջորդող գրքեր են։ Իսկ արդեն երկրորդը։ Երկրորդը սա։ Միանգամայն ճիշտ է։ Ըստ որում այս գրքի շնորհանդեսին մեզ պատվեց, մեզ ասելով ես նկատի ունեմ ազգային միաբանություն կուսակցությանը, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, եւ դա բացառիկ երևույթ էր այն կտրվածքով, որ այս գրքում կան նաև սուր քննադատական հոդվածներ երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության առնչությամբ։ Լավ, լայնախոհության պարագայում դու հասկանում ես, եթե մարդ սխալը տեսնում է, ոչ միայն տեսնում է, նաև խրախուսում է այն մարդկանց, ովքեր ազնիվ հրապարակայնորեն այդ սխալին մատնանշում են, ոչ միայն մատնանշում են, այլ նաև ուղիներն են հուշում, թե ինչպես դուրս գալ։ Բնականաբար դու արդեն յուրահատուկ հարգանքով ես հարգանքով ես վերաբերում այդ մարդուն։ Պարոն Գեղամյան, հետարքիր ուշագրավ բան ասեմ։ 2010 թվականի գիրքը երկու հրատարակություն է ունեցել, երկրորդ հրատարակության քավորը, այսինքն ֆինանսական հոգսերը երկրորդ հրատարակության առաջինը պարզեմիկ Ռոսատրուդնիչեստվայի ղեկավարը Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիպապուսկովը արիտ չեղի շնորհակալություն այդ իսկ այս վերջի գիրքը ամբողջությամբ հրատարակությանը հովանավորել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը Հարգարժան Վիչեսլավ Եվգենիևիչ Կավալենկոն ես օգտվելով առիթից իմ խորին շնորհակալություն եմ այտում եւ ոչ թե նրա համար որ այո աջակցել օժանդակել Ինչու են ֆինանսավորում հայերեն գրքերը հայերեն ռուսերեն է երկլեզու է որովհետև այս գրքերի հսկայական խմբականակ գնալու է Ռուսաստան եւ բնականաբար վաճառքի չի հանվելու, այլ տարածվելու է նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ընտրանում շրջանում, հետո մեր հայրենակիցների եւ մեր բարեկամների շրջանում եւ այս գիրքը կարդացողը բնականաբար հատկապես աշխարհաքաղաքական վերլուծությունները կհասկանան թե հայ ժողովրդի ինչ մեծ հարգանքով է տոգորված հանդեպ իր եղբայրական Ռուսաստանի ժողովուրդները հատկապես ռուս ժողովրդին ըստ որում
նաև ջերմ խոսքեր կան, ինչ խոսք եվրոպացիների հասցեին։ Այս գիրքը չի բերել որ ցուցադրվի, ես բերել եմ որ ոդկես բարի լինի, ձեր տնօրինության պայմաններում առաջին մուտքն է այստեղ։ Դե մարդիկ կան արաղ են բերում, չգիտեմ, նկար, ես էլ գիրք եմ բերել ձեր գրադարանի համար եմ բերել։ Եվ իմ վերջին հարցը, կարծիքներ են հնչում։ Ներողություն, իմ կողմից անշնորհքություն կլինի, եթե ես շնորհակալություն չհայտնեմ այս գիրքը տպագրողներին, նոր է, երեք առաջոն եմ վերցրել, մասնավորապես Վրեժ Վարանցովիչ Մարկոսյանին, Նունեին թողների ազգանունը չեմ հիշում, ուրեմն Տիգրան Մեծից։ Միանգամայն ճիշտ եք, ուրեմն այնտեղ Սրապին, անձնակազմը բոլոր չեմ հիշում, ում անունները չհիշեցի, թող ներող լինեն։ Եվ վերջին հարցը, պարոն Գեղամյան, կարծիքներ են հնչում, թե ինչպիսին կարող են լինել այս ընտրությունները եւ ընտրությունների ընթացքը եւ կարծիքներ են հնչում, որ սրանք պետք է լինեն կամ ցանկություն կա, որպեսզի սրանք կազմակերպվեն աննախադեպ բարձր որակի։ Դուք տեսնում եք այդ նախադրյալները։ Այո, ես տեսնում եմ այդ նախադրյալները եւ дրանք հիմնականում պայմանավորված են նրանով, որը մի նախադասությամբ հետևյալն է. «На переправе не меняют». Հայաստանի Հանրապետությունը իրոք այսօր, ինչպես նաև ցանկացած երկիր աշխարհի, հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Եվ այդ բարդ իրավիճակում թիմ չի կարելի փոխել առավել եւս այդ փոփոխությունները, եթե մենք ի սկզբանե գիտենք, որ քիչ հավանական են եւ միայն կարող են բերեն ցրծումների։ Այդ տեսակետից կոալիցիոն այդ հուշագիրը, որ ստորագրել էին, ճիշտ է, ինչ որտեղ կարելի է վիճարկել ժողովրդավարության ոգուն համահունչ է թե ոչ, բայց դա պետականության համար, հայոց պետականության համար այնտեղի հարցադրումները պահանջված են։ Եվ իմ կարծիքով քաղաքական հեռատեսություն կդրսևորեն կոալիցիոն բոլոր երեք ուժերն էլ, հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը, ինչու՞ չէ նաեւ Օրինաց երկիրը, որ հավատարիմ մնան կոալիցիոն ոգուն։ Ուրիշ բան, որ անպայմանորեն ազատ եւ արդար ընտրությունների պարագայում մենք ձեզ հետ ակնկալում ենք, որ ազգային ժողովում կհայտնվեն նաեւ Հայ ազգային կոնգրեսի ուրեմն կողմից երաշխավորված մարդիկ, իրենց ցուցակից մարդիկ, բայց այնտեղ էլ կան շատ եւ շատ պատրաստված մարդիկ։ Ես ընդամենը մի անուն տամ Հրանտ Բագրատյանը։ Մենք միշտ զանազան տնտեսական հարցերի շուրջ հերրակալ բանավիճել ենք, բայց երբ ես հիմա լսում եւ կարդում եմ Հրանտ Արարատովիչի համապատասխան վերլուծությունները, հավատացնում եմ ձեզ բարձր մակարդակ է ապահովում։ Իհարկե կարելի առանձին հարցեր քննարկել, համաձայնվել կամ չհամաձայնվել, կամ այնտեղ կան նաև մարդիկ, ովքեր լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություններ անելու ընդունակ են։ Հիմա բան է, պետք է թողնենք ամեն ինչ մի կողմ։ Մենք տեսնենք այս մարդը մեր երկրին, մեր պետությանը լինելով падգամավոր օգուտ կբերի, թե վնաս կբերի։ Եվ այդ օգուտները, հնարավոր օգուտները, ակնկալիքները մենք պետք է նժարին դնենք։ Եվ ոչ թե համամասնական, մեծամասնական, հասկացանք էլի։ Պարոն Գեղամյան, շնորհակալ եմ ձեր վերլուծության եւ գնահատականների համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար, ինչու՞ չէ նաեւ իմ գրքերը ռոպագանդելու համար։ Կարծում եմ առաջիկայում արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություններ կան, կլինի շնորհանդեսը եւ ես սիրով ձեզ հրավիրատոմսը կուղարկեմ, ինչպես նաեւ ինչու՞ չէ մեր երկրի ղեկավարությանը, քաղաքական ուժերին, լինեն դա իշխանություն, թե ընդդիմություն, որովհետեւ այստեղ պետության հետ առնչվող հարցեր են քննարկում եւ ոչ թե համամասնական կամ մեծամասնականի կարեւորությունն է նշված։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Բանաձևի տաղավարում մենք զրուցում ենք Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ։ Մեր զրույցը ներքաղաքական իրավիճակի մասին էր եւ պարոն Գեղամյանը նկատեց, որ նժույգները վարելիս դրանք չեն փոխում եւ այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում թիմ չի կարելի փոխել եւ նա հույս հայտնեց, որ կոալիցիոն երեք կուսակցությունները կցուցաբերեն քաղաքական խոհեմություն եւ այս փուլում գոնե հավատարիմ կմնան հուշագրի այն պարտավորություններին, որոնք իրենք ստանձնել են։ Սա համառոտ, եթե բաց եք թողել զրույցը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։ Thank you.